Խաղաղություն ասա ժողովուրդ, որդում եմ Հիսուսի անով բոլորիդ, եկեք մեր ծառայությունը սկսենք Սաղմոս 150-ից, որդնեցեք Աստծուն իր սրբարանում, որդնեցեք նրան իր զորության հաստատության մեջ, որդնեցեք նրան իր զորավոր գործերի համար, որդնեցեք նրան իր մեծ հարավորության համեմատ, որդնեցեք նրան շեփորի ձայնով, որդնեցեք նրան տավիղով և քնարով, որդնեցեք նրան թմբուկով և պարով, որդնեցեք նրան լարավոր նվագարաններով և սրինգով, որդնեցեք նրան ձայնեղ ծծխաներով, որդնեցեք նրան մեծաձայն ծծխաներով, շունչ ունեցող ամեն արարածու որդնի Տիրոջը, հալելույա, ձեր սրտերը բացեք ամբողջ հոգով սրտով պաշտեք մեր Տիրոջը, քանի որ հենց խաչի վրա նա խայտարակեց սատանային, հիմա դուք եք խայտարակեք սատանային, սատանայի գլուխը տրորեք Հիսուսի անունով, ձեր փառաբանությունով։ Տերն է իմ լուսնու փրկությունը, ես ոչ ոքի չեմ վախենում։ Տերն է իմ կյանքի ապավենը, ես ոչ ոքի չեմ ծածկում։ Տերն իմ կյանքի ապավենը, Տերն է իմ լուսնու փրկությունը, ես ոչ ոքի չեմ մենք ազատ ենք Հիսուսի անունով, ծափարեք Տիրոջը, հալելույա, հարգը նրանն է։ Տերն է իմ լուսնու փրկությունը, ես ոչ ոքի չեմ վախենում։ Տերն է իմ կյանքի ապավենը, ես ոչ ոքի չեմ ծածկում։ Տերն է իմ լուսնու փրկությունը, ես ոչ ոքի չեմ վախենում։ Տերն է իմ կյանքի ապավենը, ես ոչ ոքի չեմ ծածկում։ Ես ազատ եմ, ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ եմ, ազատ եմ անեծքից, մեղքից վայրենքից։ Ես ազատ եմ, ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ եմ, ազատ եմ անեծքից, մեղքից վայրենքից։ Ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ եմ, ազատ եմ անեծքից, մեղքից վայրենքից։ Ես ազատ եմ, ազատ եմ Հիսուսի զորավոր անունով։ Ես ազատ եմ, ազատ եմ անեծքից, մեղքից վայրենքից։ Ես ազատ եմ,
Գոհության անձրևները թափիր մեզ վրա, Տեր, մենք քո կարիքն ունենք, քո անձրևների կարիք ունենք, Տեր ջան։ Մենք մաքրվելու կարիք ունենք, Տեր, սրբի քո կենդանի սուրբ այրունով, Տեր ջան։ Սրբիր մեզ, մաքրիր, Տեր ջան, քեզ նմանեցին, Տեր, փոխիր մեր բնույթը, Տեր Հիսուս, մարդկային պատնավորությունները մեր մեջից հանիր, Տեր ջան, որ մենք քեզ նմանենք, Տեր, եւ քո հետևից գանք մեր խաչը վերցրած, Տեր Հիսուս, խոնարհ սիրտ, որպեսզի մենք խոնարհաբար քեզ ծառայենք, Տեր, որ մենք ծնկենք քո գայի առջև, Տեր, եւ փնտրենք քո երեսը, Տեր ջան, դու մեր ապավենն ես, մեր ամրոցն ես, մեր պահակն ես, Տեր, հայր ծածկոցով
սրտաս փառնանք մենք եկեք իրար օրհնենք ողջունենք Հիսուսի անունով սիրելի դիտողներ ջան Տերը ձեզ շատ օրհնի Եվս մի հատ լավ սպասված օրերից մեկը ամեն Իրոջ անունով մեկտեղ հավաքվել է մանավանդ Աստծո խոսքը որպես պատվեր մեզ որ մենք հնազանդվելով սիրելիներ այն կատարում ենք որտեղ դա շատ կարևոր է եւ Աստծո համար եւ քո համար Այսօր մի փոքր sense սրտումս դրված ուզում եմ sense մեր Աստվածաշնչի մասին խոսամ մի գիրք որ Աստծուց որպես նամակ առաջին ուղերձ տրված է մեզ բայց ինքը շատ լուրջ սորավոր հզոր պարունակություն ունի իր մեջ եւ Աստված ուզում է որ դու դրան տեղեկանաս անգամ գիտեք ինքը քո համար մի հատ փաստաթուղթ է լիազորված կնքված մի փաստաթուղթ է ամբողջ Աստծո կամքն է քո հենց քո համար կապված հրկագնման, բժշկության, օգնության, հավիտենական կյանքի, ժառանգության, վերջը այս գրքում սիրելիներ ամեն բան, ամեն ինչ մեր համար Աստծուց ուղարկված գրված է։ Հիմա մեզ մարդկանցս պետք է որ այս գրքի պարունակությունը այն ինչ որ կա, մենք տեղեկանանք։ Եթե մենք չտեղեկանանք, անտեղյակ լինելով դեք չարը շատ բաներում մեզի կարա խափի եւ զերծ կպահի Աստծուց, Աստծո տված խոստումներից եւ մանավանդ այս թուղթը գիրքը Աստծուց մի շատ կարեւոր փաստաթղթի նման քո ժառանգությունից, քո կտակից։ Աստվածաշունչը մենք գիտենք երկու մասի է բաժանված։ Հին կտակարան, նոր կտակարան, հա։ Շատ հետաքրքիր այս կարևոր փաստաթղթի մասին եմ ուզում խոսամ ու փոքր տեղեկանանք Սուրբ Գիրքը հենց ինքնին վկայում է իր մասին ինքը պատմություն է դարերից եկած փոխանցված մեզ այս հասկանալու համար օրինակ այսօր շատ մարդկանցից միգուցե անկեղծ հարցեր կան մեզ չէ որ այս գիրքը մարդն է գրել չէ ինչ որտեղ կանգնեցնում է դե հենց բերում են մարդուն մարդու հետ էլ կապված կարա մի բան սուտ ասի, կարա խափի, կեղծի, որտեղ մարդուց հեռու չի, չէ՞։ Հենց այս գրքում էլ գրված է, թող մարդը սուտ լինի Աստված ճշմարիտ։ Ահա։ Դե մի այս կարծես ստության մեջ ապրող մարդը, գիտեք, չէ՞ շատ շուստիրանում են, սենց որ իրանց կյանքում էլ տենց ապրում են, քցելու մեջ, խափելու մեջ, այս հարցում էլ ասում եմ, կարող է սուտը լինի, կարող է կեղծածը լինի։ Շատ ավելի տանջում այն մարդուն, որ ինքն էլ այդ ինչ-որ բաներ իր կյանքում կեղծն։ Որտև ինք իրանից ճանաչում է, որ այս իրան նման մարդն է գրել, կարող մի բան սխալ է գրել։ Չի բացառվում, որ հարցակումներ այս վերջի օրերի համար լինի այս կենաց սուրբ գրքի վրա, որտեղ հենց քո փրկության, քո ժառանգության, քո հավիտենական կյանքի մասին է գրված, այսինքն այն փափագելի, երազելի կյանքը, որ մարդուն ունի իր մեջ, ասեմ ձեզ գրված է ստեղ։ Հիմա եկեք անկեղծ մենք էլ նայենք հարցին, ոչ թե մենք շտապենք ուղղակի պնդումներ անենք, քո փորձենք հասկանալ, թե պետք իմ հավատքը համոզիչ է, Աստվածաշունչ Աստծո խոսքն է, ինք ունի պատմություն, փոքր ներկայացնում եմ, որ դու էլ տեղեկացված ես, որտեղ խարդավանքը շատ աշխարհում բոլոր համակարգերում այդ կա, այսօր մարդիկ այդ տեսանկյունից կարան հուսախաբ հիասթափություն ապրածնել, ու սենց չարը այդ իրանց տրամադրվածությունը բերի սուրբ գրքի վրա, որտեղ կարևոր բաներ կա իրանց համար գրված, որտեղ սիրելիներ Աստված ասում է արդ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Կամ դու կարդում ես, կամ քարոզի խոսքը լսում ես։ Հիմա ասենք ունես մի հատ կտակը արելա Եվ բանավորը կարդացվում, միգուցե դա արվում, հա, մի հատ կանրադառնա, եւ բանավորը կարդացվում, բայց այդ կարդացողը լինի փաստաբան, դատավոր, չգիտեմ ով,
ինք իրանից բաներ չի ասում։ Ինքը խոսում է բանավոր այն մասին, ինչ որ կտակի մեջ այդ թղթի վրա գրված է։ Ամեն։ Ուրեմն կա գրավոր, կա նաև բանավոր։ Օրինակ ես ասում եմ փառք ես Տեր, որ քո խոսքը բանավոր չի փոխանցվել։ Բանավոր եթե փոխանցվեր սիրելիներ, մի sense եղծված է, փոխած, գրավորնա չեն կարող դեն առնեն, արդիկ սխալ է, չես զբաղ։ Ասենք միալ քեզ փառք Տեր, քեզի որ գրավոր քո խոսքը փոխանցվել է մեզ։ Դրա համար սատանան ինքն էլ գիտի այս գիրքը Աստծուց լիազորված, գիտի ինքը ինչ զորություն ուժ ունի, որտեղ Պողոս ասում է մեր ավետարանը զորություն ունի մարդկանց փրկելու, փոխելու, հա, կանրադառնանք սրան։ Դրա համար ինքը ուզում է իր ստությունը, կեղծիքը բերի այս գրքի հանդեպել, որ մարդիկ ասենք Աստվածաշնչում գրված ասենց, այ մարդ ասեն դե մարդն է գրել, այսինքն ոնց որ նրանց համար համոզիչ չլինի։ Բայց եկեք այս տեսանկյունից նայենք, որ հասնենք մարդկանց սրտերին, նաև Տերը ասես, ես ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ։ Մենք այն չի, մի բան ասենք, մենք էլ ունենք sense փափակ տերով, այն ինչ որ մենք վայելել ենք, վերցրել ենք, ոնց որ Պողոս ասում է, այս ավետարանով փրկվում եմ, այս ավետարանն էլ քարոզում եմ։ Այսինքն որ տեղ հասնի, սիրելիներ, ոչ մարդը անտեղյակ չմնա, որտեղ անտեղյակ մարդը անորոշության մեջ ապրող մարդ է։ Ինքը դրա համար կյանքը ճիշտ չի դասավորվում, ներվային համակարգն է խառնվում, տրամադրություն չի ունենում, չէ՞։ Բայց երբ որ դու տեղեկացված ես, որ մի բան քեզ է պատկանում, դա քո անունով է, հա, վերջապես ամեն ինչ օրինական է, հա, նորմալ, դա քեզի իրոք հանգստություն է տալի։ Այդ քո ագրեսիվ վիճակից դուրս ես գալի։ Բայց քանի մի բան, որ դու գիտես, դա քեզ չի պատկանում, հա, ուղղակի sense խոսակցություններ ես լսում, այսինքն հիմնավոր մի հատ փաստաթուղթ չունես, հա, համապատասխան, ասենք, օրգաններից, որ դրված են, աշխարհի մեջ էլ գործում են։ Ուզում եմ ասեմ, տեղեկացված լինելը, դա քեզ օգնում է հանգիստ, ապահով, խաղաղ լինել, որի մեջ հույսը չես վնասի, հավատքը նավաբեկության չես ենթարկի։ Այսինքն կհամբերես մինչև վերջ։ Որտեղ գիտես քո առջև մի հատ նպատակ է դրված, որ գիրքը խոստումներ ունի, ժառանգություն ունի քեզ տալու ու Աստված քո համար մի, գիտեք, մի բան է պատրաստել, որ ոչ մի սիրտ ընկած չի, ոչ մի միտք, ոչ մի աչք, անգամ հրեշտակներն էլ փափագում են մտնել, տեսնել, հա, թե ինչ մի օրհնություն Աստված պատրաստել իր սիրելիների համար, հարց եկեղեցու համար, այդ ամենը ուրեմն Աստվածաշնչում է, այստեղ գրված. Ես հիմա քեզ կօգնեմ, որ այստեղի գրվածքը մենակ այստեղ գրված չմնա, ինքը անցնի քո սրտի մեջ, քո հոգու մեջ, որ մի հատ դու էլ դառնաս մի sense լիազորված մի փաստաթուղթ, կարելի ասել, ոչինչ ես օրինակը համել կնքված, կնիքը դրված, որ մուտք ունենաս երկնային արքայություն։ Մի քիչ կոպիտ ասենց օրինակը զգալի, բայց սիրելիներ, սա ճշմարտություն է։ Ուրեմն Աստվածաշունչ ունի պատմություն, ոնց որ մենք ունենք մեր, ասենց վերցնենք, հայոց պատմություն։ Օրինակ մենք մեր պատմությունը գիտենք որտեղից, մեր դասագրքերից, դպրոցում։ Օրինակ դպրոցում, որ մենք սովորում ենք գիրք բառը, ինչքան լավ բառ է, չէ՞, Աստվածաշունչը լեցնա այս գիրք բառով, գիրք կամ թուղթ կամ ասենք դե գիրք մենք այսօր այս կազմով ունենք, հասկանում ենք դարեր առաջ պապիրուսներ, մագաղատներ, ֆորտիկաշներից մշակված sense բաներ, ևէ այդպես է գրվել, անգամ քարե տախտակների վրա Մովսեսը գրեց, այսինքն մի ինչ որ նյութ, հիմա թուղթ կլինի, թե քար կլինի, թե չգիտեմ ինչ, որի վրա գրված է գիրը լինի։ Ահա։ Եվ Աստված չի ուզում, որ այդ գիրը մնա այնտեղ։ Աստված այդ հատուկ նպատակով է տվել քո լսելու համար, քո ընդունելության համար, որ դու գրված կտանես քո սրտի մեջ։ Որտեղ այս թղթով, այս գրքով դու երկնային արքայություն չես մտնի։ Ինչ որ ստեղ է գրված։ Ինչ որ մենակ ստեղ է գրված, հլետի քոնը չի։ Ինչ որ քոնը պետք է լինի, քո մեջ պետք է գրվի։ Դրա համար էս նկատի ունի Տերը, գիրը կսպանել, գիրը չի փրկում, այլ հոգին է կենթանարարը։ Իսկ այս գիրը գրված է գրիչով, մարդու ձեռով,
Իսկ քո մեջը գրվում է Սուրբ Հոգու ձեռով, Քրիստոսի այունով։ Եվ եթե այս գիրք իր վերջում ունի նախազգուշացում վայեն մարդուն, ով էս գրվածքի վրա, մարգարեական խոսքերի վրա մի բան կավելացնի կամ կպակասեցնի, որովհետև այս գիրքը ամբողջական գիրք է եւ կնքված է։ Դե միշտ մենք պետք չենք դնում, ճիշտ է։ Խոսք իրան կնքել է վայեն մարդուն, ով որ այս գրվածքի վրա մի բան կավելացնի ու կպակասեցնի, հա? Աստված էլ իր բաժնից կպակասեցնի, այսպես է գրված, հա։ Հիմա օրիգինալ sense թուղթը, ասեմ ձեզ, Աստված այդ հոգով է բացել, որ այսօր շատերին դա հասանելի չի, հիմարություն են անվանում, բայց վերջում Աստուծոսն է ասում, որտեղ մենք ստեղի գրվածքի համաձայն ենք հավատում։ Ես ձեզ մի բան ասեմ, ոնց որ ստեի գրվածը, դու մի ուրիշտեղ քո ձեռով արտագրես։ Դու քեզնից բաներ չես հորինում, որ գրես քո մեջ։ Այստեղի գրվածը, որ դու լսում ես կամ կարդում ես, հուժարանում ես, համաձայնվում ես, ինքը անցնում է քո մեջ։ Դու հավատում ես, որ տենց է։ Օրինակ օգնեմ քեզ Հռոմեացիների 10-ում ասում է, ով որ սրտով հավատա, որ Հիսուսն է, Քրիստոսը, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց։ Հենց դու սկսում ես հավատալ, լսեք, դա ոնց է։ Սուրբ Հոգին գրում է քո սրտի տախտակի։ Ու եթե քո սրտի մեջ էդի գրված է, զապիս ցած վերցնեն։ Պետք է քեզանից հնչյունային ձևով դուրս գա, չէ՞, ասում է, եւ ով որ բերանով Տիրոջը տեր դավանի, նա կփրկվի։ Եվ այս փաստաթուղթը, որ Սուրբ Հոգու ձեռով է գրված ձեր մեջ, դուք շարունակ գրում եք, չէ՞, գրքերն են սրանք, որ պիտի բացվեն։ Աստված մեզ ասում է կնքեց Սուրբ Հոգիով։ Փրկության օրվա համար, ոչ թե բարկության օրվա համար։ Այն մասին դեռ կանրադառնամ, բայց քանի ես խոսքի մեջ ենք, Հակոբոս ասում է հավատք առանց գործի մեռածը։ Եթե մի թուղթ լավ, ստեղ գրված ունեմ, ստեղ մաքուր է։ Դուք մաքուր եք Քրիստոսով, ամեն։ Դեք ինչ է կեղտոտված մեր սիրտը, որտեղ ինչ կներեք էլի, ինչ զիբիլասես գրած էր ընդեղ, ինչ վատ ցանկություն, նախանց, ատելություն, ուրիշի ձեռագիրներ մեր մեջ գրված։ Աստված մեզի նոր սիրտ տվեց, մաքուր։ Հենց մաքուր թուղթը, որ դուք մի տեղ տանեք, կպեչատե, շատ լավ է մաքուր լինելը, այսինքն քո մաքրությունը նախապատրաստություն է, որ մի բան Աստված քո մեջ դնի, որովհետև մաքուրը, սուրբը, անմաքուր բանի մեջ չեն շաղախում, չեն դնում։ Դրա համար Քրիստոս Բելիարի հետ բաժին չունի, Լույսը խավարի հետ բաժին չունի, հավատացյալը անհավատ հետ բաժին չունի, բաժին ունենալը, դա նաև գիտեք ինչա, հաղորդ լինելու հետ մեկտեղ ժառանգություն ունենալը։ Որևիցե մեկը Աստծուց մի բան չսպասի, եթե անհավատության կամ երկմտության, այսինքն կամ սրտի անմաքրության վիճակի մեջ լինի, գիտեք դա որն է, որ քո սիրտը առաջի տեղը գրավել է ուրիշ մի բան։ Օրինակ արած մամոնան, աշխարհը, օրինակ արծաթասիրության, նենց ամեն չարիքի արմատ, ասում արծաթասիրությունն է, ասում վերջի օրերը ավելի շատ կլինեն արծաթասեր, քան թե աստվածասեր, ավելի շատ կլինեն ծնողներին ատող, քան հնազանդ լինող։ Հիմա դե մեկ գիր են սրանք, դրանք պետք է կյանքի կոչվեն, կամ գրվածներ, որ կեթան դատաստան, շատ լուրջ ալնելու ընդեղ, կամ գրվածներ, որ կմտնեն հավիտենական կյանք։ Հիմա այսօր Աստված ինձ ու քեզ հնարավորություն ա տվել, որ քեզ մաքուր սրտի մեջ դու մաքուր ես իրան մի պահ։ Քեզ ինչ ասում են ձեռները լվացել ես, հեռու ես գնացել։ Ես գործ չունեմ, ես մեկի գործ չեմ խառնում։ Ես ուղիղ շարժարիտներ ունեցեք, Տիրոջը ծառայելու համար, անգամ ձեզ օրդորում եմ դեռ, եթե աղտոտվեք եւ կեղտոտվեք, Տեր իր այրունով կմաքրի։ Եթե ձեր նպատակները բարի են, դա նման է գոմ ունես, բայց ես կով ցուլ չունես։ Ու հարևանդ էլ գոմ ունի, ցուլն ու կովն էլ ունի։ Համի հարևանի տնից կներեք ուղիղ էլի դիտողներ ջան դեր։ Թրիքի հոտա գալամ, ձեր գոմը մաքուր է։
ու դու միշտ փարցնում ես մեր գոմը մաքուր է, իմ սիրտը մաքուր է, սա մաքուր է, բայց ձեր տնից ինչ-որ գալի կգա հատուցման մի օր, եկավ ես անոր տարին մոտիկանում, չէ, հարևան իրա ցուլիկը մորթմա եկամուտա վերցնեմ, բայց դու քո մաքուր գոմից ոչ մի եկամուտ չես վերցնելու։ Միտես, եթե արջար ես պահում, պետք է հոտն էլ քաշես։ Այդ էլ դու պետք է հասկանաս, այդպես է, թե այդպես չի։ Տան մեջ պայման են դնում, ասում են, ցուլիկն առնում ես, կոզն առնում ես։ Ոչ մի թրիկ, ոչ մի բան, ոչ ես, ոչ մի։ Սաղ կատարյալ մաքրություն, Ժորժ ջան, այդ ցուլիկի մեկ է։ Այդ դու գիտեք արդեն, հասկանում եք։ Հիմա սիրելիներ, բայց առակացի մեջ ասում է, այդ զորությունը եկամուտը ցուլիկից է գալի, գոմից չի գալի։ Գոմը ուղղակի մի տեղ է, որտեղ ցուլիկ պետք է պահես։ Դա նորից նման է, հավատք առանց գործի մեռած է։ Դրա համար նպատակային մարդիկ եղեք, թույլ տվեք Սուրբ Հոգին կերտի ձեր մեջ, գրի ձեր մեջ, այստեղ որ դու կարդում ես, ընդունի, հավատա, դավանի, եւ խնդրացա Տեր, քո ավետարանը զորություն ունի իմ կյանքը փոխելու, բնավորությունը փոխելու, վերջը աղոթքի կյանքը ձեր մեջ առաջացնում։ Որ ասում են, աղոթում ես, դա ասում ես քամ աղոթեր են, դե չգիտեմ։ Աղոթքը մի բան է, որ քո եւ Աստծո մեջ, գիտեք, ստեղի գրվածքի հանդեպ ցանկությունը առաջացնում, ուզելու կարիք, վերցնելու կարիք, ընդունելու կարիք, եւ դու սկսում ես Աստծո հետ կոնտակտի մտնել։ Աստված ոչ մեկին չի ստիպում։ Փրկությունը, քավությունը, չգիտեմ, ամեն ոգևոր օրհնությունները, դա թողել է մարդուն, որ մարդը ընտրի։ Բայց այսօր մենք էլ կողից քարոզում ենք, եթե լայն ճամփով եկաք, կորուստ կեցաք, եթե նեղ ճամփով գաք Տիրոջը, հավիտենական կյանք կեցաք։ Հիմա եթե Աստծուն ընտրեք, կապրեք, եթե Աստծուն մերժեք, մեռնել բառ հարաբերական է, ոչ թե ֆիզիկապես, այլ հավիտյան, հոգևորապես կմեռնեք։ Աստծուց բաժանված լինելը հենց դա նշանակում է անեծք։ Հասկացաք, Ժորժ ջան։ Հիմա դրա համար իմ սիրուն մաքուր սիրտ ունեցող քուրու աղբեր։ Գիտեմ գրվածներ ունես, բայց հələ կիսատ միթով, դոկումենտա պետք է լրացնես։ Այդ համապատասխան տեղեր մի հատ նայում են, գիտեք ոնց որ այս հովիվներին էլ դրել է մի հատ ստորագրություն են տալում, չէ՞, պեչատնի ստորագրությունը չնես մյուսը։ Աստված ամեն մեկին հատուկ օգտագործում է։ Չէ, Տիրոջ անունից ասում է, որին թողեք կթողվի, ինչ արձակեք կարձակվի։ Քեզ էլ թողել է, որ դուք սխալ կնիկներ, սխալ ստորագրություններ, հա, կամ չշտապեք ձեր ձեռք ինչ որ մեկի վրա դնելու, այսինքն իր գործին համաձայն լինելու։ Էսի նկատի ունի նաև, որ Պողոսը Տիմոթեոսին հորդորում է, չշտապես ձեռ դնելու։ Արտիկան, այսինքն ձեռ դնելը, օրհնելը, համաձայնվելը։ Այս մարդը ուրիշ կյանքով ապրում, դա ասում ես Տերը օրհնի քեզի։ Դրա մեջ ինչ օրհնի։ Դրանից դու պիտի դառնաս գաս Աստծո ճանապարհների մեջ, որ Աստված քեզի օրհնի։ Հասկացաք, չէ՞ ճանապարհներ են, թե դու որն ես ընտրում։ Հիմա այս ինտրությունն է, սիրելիներ, քո սրտի մեջ ում ձեռն աշխատելու։ Այս Աստվածաշունչը, քանի քեզնից դուրս է, ինքը քեզի չի փրկելու, քեզի ոչ մի բան չի տալու, բայց ինքը որպես գրավոր խոսք անհրաժեշտ է քեզի, որ դու կարդաս, իմանաս Աստծո կամքը որն է քո համար, որ քեզի ուրիշ մեկը չխաբի։ Դրա համար ասես չէ, ասին վարդապետ աշխարհի վերջին ինչ կլինի, այն մարդ վերջից գործ չունեք, առաջինից զգուշ եք, մեկը ձեզի չխաբի, Տերն ասես, չէ, լավ բան է, չէ, մարդիկ խաբված ապրում են, բայց վերջը տենանք ինչ կլինի։ Վերջը թողեք Հիսուսն էլի, շատ լավ կլինի, Հիսուսի հետ ամեն ինչ լավ կլինի, որտեղ մենք Հիսուսի գործի ավարտը տեսնում ենք, որ փառավոր է հոր աչում նստած, որտեղից գիտենք, էլի մեր գրավոր խոսքից գիտենք։ Ոնց է դառնում մեր համոզմունքը, հավատում ենք Սուրբ Հոգին դա հաստատում է։ Կնիկը գիտեք, չէ՞ ինչի համար է։ Գրվածքը կարդում է, եթե իր սրտին համեմատա այդ համապատասխան, հա, կնիկը դնում է, այսինքն հաստատում է, համաձայն է։ Ահա, ամեն, ամենն էլ է կնիկի նման, համաձայն է, հալելույա։ Հիմա դրա համար սիրելիներ, Աստվածաշունչը շատ զորավոր փաստաթուղթ է նաև, ոչ միայն գիրք, ինքը կտակ է։ Ես ուզում եմ, որ դուք սա հասկանաք։ Հիմա տեսեք, եթե ինչ-որ մեկին մեծ հարստություն պապուց թողված լներ, ու այսօր այդ կտակի կարդացման օրը լներ, ինքը չէ բացակայում։ Որովհետև իր հավատքը խոսում է, որ մեծ շահավաճառություն կա, որ մեծ հարստության տիրանալու հնարավորություն կա, իսկ պայմանն է, եթե դուք բացակայեք, կզրկվեք, հա, այդ նայում եք ինչա տեղի ունենում,
եւ դու ամեն բան կթողեիր, դե ժամանակ, դե մյուսը, սա անհավատության հետևանք է։ Ուզում եմ իմանաս, որ լրջանաս հավատքը ասես Տեր զորացրու։ Այսինքն, եթե ուզում ես հավատքը զորանա, Աստծո խոսքի հանդեպ կասկածներդ վերացրու։ Ոնց Աստծո խոսքը չափես, այնպես կլինի քեզի։ Կասկածես, ինքդ այնպես կասկածանությամբ էլ կլինի քեզի, հա։ Խելոքա ծորի հետ ծորա։ Նայ, դու ես չափումներդ անելու։ Բարիա, որ հավատալն կա եւ բարձրացույց ամեն իրան հավատացողի եւ ընտրողի։ Ամեն։ Հիմա սիրելիներ, մի փոքր sense հետեթանք խոսքս վերեցի, որ մենք մեր պատմությունը գիտենք դասագրքերից։ Մի հատ բարձ օրինակ հաճախ եղել ասել եմ։ Մենք մեր հայրեն տարերը ով է ներկա եղել, որ գրվել է։ Արամչյան կարողան դեր։ Եթե կոյրուն աննով մեկ ըլներ, կասեր ես եմ ընդեղ եղել։ Մենք պատմությունից գիտենք, որ մեր մեծ հայոց ազգի մեջ որպես ուսուցիչ մեծրու մաշտոց կա գրել։ Գրել ջան, այդպես չի։ Մենք էդի մեկը օրինակ ընձյա պետք է չինձի պանք, ասի, ախպեր ես ընդից եմ եկել։ Մեզ ասում են, ով անդերից եկել։ Ստոպ, սրանք տեղաթուրված հարցեր են։ Գիտեք, սրանց փորձես էլ պատասխանել իմաստ չունի։ Մենք շատ բարձ ու հստակ ասում ենք, պատմությունից գիտենք, Աստվածաշունչ ինքը պատմություն է, մոտ 1500 տարվա մեջ գրված եւ քանի մարդկանց հատները գործադրել 40 մարդ։ Սկսած թագավորից մինչև շատ կներեք մեր բարերվածած Չոբան, Հովի, անկրագետ մարդկանց էլ է Տերը օգտագործել, ձկնորս մարդկանց էլ է Տերը օգտագործել, անգամ շատ ուսված մարդկանց էլ Աստված օգտագործել։ Եվ սա ավարտում գիրքը կնքված է երկու մասի բաժանված 5 եւ նոր գրքեր։ Գտակարան, գտակ բառն է այստեղ։ Ես ուզում եմ կարևորես դու։ Աստվածաշնչին շատ լուրջ մոտիկացի։ Շատ կարևոր որպես փաստաթղթի մոտիկացի։ Ինքը քո համար շատ կարևոր բաներ ունի գրված։ Ձեր դամավոյի գրքույկը որտեղ հասնին դե գցում եք։ Տալ մեկ երեխու ձեռը խաղա։ Բաժառանգության կտակի թուղթը։ Սեյֆը լնի, իր թանկ տեղ եք դնում։ Նաև ինչի չէ ձեր անձնագիրը։ Չկամ հատուկ տեղ է ինքը պահում։ Կարծես միշտ ձեր գրպանում, մի հատուկ տեղ, որովհետև դու գիտեք ինքը իրականում ինչ որ նյութից է կամ այսօր պլաստմաս կամ թուղթ է, դու գիտեք ով ասե որ դա թուղթ չի, բայց այնտեղ կարևոր բաներ են գրված ու կնքված, որտի ընդհանուր մի հատ ճանաչված անձնագիր այսպես ասված բանա, թե պետության համապատասխան օրգանների, հա, քո անձը հաստատող փաստաթուղթ է։ Եթե դու այդ փաստաթուղթը չունես, դու ոչ կարաս քաղաքացին ես, ոչ մի բանից չես կարող օգտվի, հա, այդպես է թե այդպես չի։ Եվ դու այս հասկանալով, գիտակցելով շատ լուրջ եք վերաբերվում ձեր անձնագրի հետ։ Անգամ հիշում եք Պողոս Առաքյալը մի հատ ծեծից փրկվավ, այս առաջ վերելով։ Ինքը հրյա էր, բայց ռոմեական քաղաքացիությունն էր, ոնց որ մի հայը ռուսական պասպորտ ունի, չէ՞։ Երբ որ ռոմեական զինվորները իրան պետք է արդեն բանտում էր ինքը, ծեծեին, այդպես էր, որպես մի հանցագործի բռնել էին, ինչա Հիսուսի ավետարանն էր քարոզում։ Ասեց, դուք ո՞նց եք ռոմեական քաղաքացու վրա ձեռք բարձրացնում կամ ինչ-որ բանը, ոնց որ ասել կայսերին կամ հազարապետին կբողոքվի։ Ասում է սրանք, որ լսեցին ռոմեական քաղաքացիա, ոնց են ասում պրեստիժի հարց է, չէ՞, իրանց բանը շատ բարձր էր այդ քաղաքացիությունը ընդունելը, այդ ժամանակ Ռոմի որպես, ասենք, պետություն, գերազոր պետություն էր արդեն կայացած, ոնց որ մի ասենք Ռուսաստան, ասում բանը ռուսական պասպորտ ունես, հա, մի քիչ ինչ-որ բան է, չէ՞, սենց ասում են, ոնց որ լավ են իրանց զգում։ Բայց մարդիկ գիտեն սրանց օգտակարության հարցը, օգտակար լինելը, ոչ թե ուղղակի դե պասպորտա թողելն է, չէ, գիտեն, որ շատ բաներից իրանք կարան օգտվեն, հա, լիազորված է ինքը, շատ արտոնություններ կան։ Ասեց ռոմեական քաղաքացին, ասեցին բախի շուտ չասեցիր,
Եվ էդի կանգ առա, վախեցան, որովհետև ռոմեական քաղաքացուն կպնելը դա նույնն է կպնել Ռոմին։ Տենց է, ոնց որ միած սորական աստվածքողների, վատ իմաստով չեմ ասում, գայշնիկ է, մեկը կանգնի ու ծեծի, գայշնիկին խփողը խփում է պետին։ Դրա համար Տերն էլ ասում է, ձեզի կպնողը կպնում է մեր պետին։ Հովվա պետին, իր անունը փառավորվի, ամեն։ Ինչ համար, որտեղ ես մի թուղթ եմ, որտեղ Սուրբ Հոգով բան կա գրված ու կրկված։ Ես պատկանում եմ, կարաս բեր քեզի ասել, ես պատկանում եմ ամենակարող Աստծուն եւ երկնային արքայության շարանգորդին։ Աշուտապետի կապով տեղից գիտեք, ես Սուրբ Գրքից գիտեմ ու կնիքներ կա քո մեջ։ Ով է Սուրբ Հոգով մկրտված։ Դա փրկության կնիք է նայել։ Դա դու կայմ այն մասին, որ դու Աստծո որդի ես։ Ամեն։ Եվ դա ասեցին տեսանելի ձևով կլինի Տեր, ասեց ոչ անտեսանելի ձևով, պետք է գա ձեր մեջ ու ձեր մեջ վկայություն տա, որ դուք եք կենթանի Աստծո որդին։ Հիմա տենես դու ինչ արտոնություն ունես, հա? Քեզի կպնողը դրա համար ասում է դու վրեժխնդիր մի եղի, քեզի կպնողը ընձի է կպնում։ Սատանան էսի շատ լավ գիտի, բայց քանի որ ինքն էլ է ծտված, թաքնված գործում, մի հատ մարդու միջոցով է գալու, կարադի քո տան անդամը, քույրս, կարադի քո ամուսինը, ինքը գալու է, որ այդ մարդու բռնեն տանեն դատեն, մի հատ չար բան անի, իրանով է, լցնում է բարկությամբ, դե թե չի ապաշխարում, ինքն էլ ընդեղի քաղաքացի չի, սատանայի ձեռի գործիք անում, նեղանում ես, եթե նեղանում ես ապաշխարի։ Ինչի ես որ ճիշտը չիմանաս, հետո Աստված քեզ հնարավորություն է տվել, ընթացքը չփոխես։ Այո, ովքեր որ Աստծունը չեն, որս գրված է, սատանայինն են։ Չի կարա ինքս ես ոչ ընտրանն եմ, ոչ էլ ընտրան, չէ, սիրելիս, մեղքով ծնված ես դու։ Արդեն դու այդ ամպետքի իշխանության ներքո ես։ Դրա համար կտակը մեջտեղ եղա, սիրելներ, առաջինը որ տեղի ունենա փրկագնում։ Հիմա եկեք մի հատ փոքր, քանի որ այս մասին ես խոսեցի, կտակից սկսենք Սուրբ Գրքից նայել, ինչ կարևորություն է տալու։ Նաև ուզում եմ որպես գիտություն քո հասկանալու համար, սիրելիս նորից ասեմ, որ այսօր դու լուրջ վերաբերվել ես այս հարցին, որ ասում է հավատք առանց գործի մեռած է։ Գրվածքն էլ է կարևոր, կնիքն էլ է կարևոր։ Կնիք առանց գրվածքի է, գրվածքն առանց կնիքի չի անցնելու։ Ամեն, օրինակ, անձնագիր ունեք, բայց կնիք չկա մեջը։ Այրոպորտից հետ եք դառնալու։ Եթե չեք հավատում, փորձեք։ Անգամ մի տառը սխալը հետ ես դառնալու։ Գործարքի մեջ ես մտնում, անգամ մի բախվել եք այտենց բանի, ես շատ։ Ահավոր բան է։ Անբան մեջ էլ մի հատ տառը սխալը չեղյալը համարվում գործարք, եսի աշխատ է։ Նույն է պահանջի երկնային է։ Դու մի թուղթ ես, Պողոս առաքյալ ասում է դուք բաց նամակներ եք, թղթեր, որտեղ Սուրբ Հոգու ձեռով է գրվում։ Այսինքն ստեղի գրվածքը գործնական է դառնում քո մեջ։ Ստեղի գրվածքը սերմունքն է, քո մեջի փոխանցվածը պետք է աճի պտուղը դառնա։ Սերմը Աստված քեզ այնիշ չի ուզելու, պտուղն է ուզելու։ Այս գիրքը մեր ձեռից էլ առնեն, գիտեք, այս գիրքը ձեռներից չենք մտնելու երկնային արքայություն, բայց այս գրքի միջի գրվածքը մեր մեջ տանելով, Սուրբ Հոգով կնքվելով մտնելու են երկնային արքայություն։ Ամեն։ Այս գիրքը տեսանելի է, շոշափելի է, ինքը իմ համար շատ թանկ է, Աստված իմ քո ողորմության պատի մեջ օրինակի համարում, ոնց որ քո անձնագիրը։ Մեկը քեզի խաղնախատի կարետեն թուղթարնա շպրտենքով։ Շպրտեսենքով գործարքներ լրիվ կանում։ Դու կաս, իրականում կաս, բայց ոչ մի բանի հավուր չես կարող ունես։ Ուրեմն չխաբվեք, Ժորժ ջան, սիրեք ձեր Աստծուց ուղարկված նամակը եւ կտակը։ Գրավոր։ Ամեն։ Ահա։ Մենք էլ այսպես խոսքից գիտենք, ծննդոց մինչև հայտնություն անցյալ եւ գալիք ներկա բաները, որ Աստվածաշունչը խոսում է դրա մասին։ Մի փոքր կտակի հետ կապված սիրելներ, հուսով եմ վերվածս օրինակների մեջ ավելի կխորանաք, ձեր միտքը թող Սուրբ Հոգին ավելի իմաստավորի, որ ուղղակի հասկանալ կարևորությունը։ Եթե մի բան ձեր համար կարևոր չի, արդեն իմիջայլոց եք վերաբերվում։ Անձից սկսած իրից վերջացրած։
փաստաթուղթն էլ հետ է, բայց եթե ձեր համար կարևոր է, ուշադրություն եք դարձնում, խնամք եք տանում ու պահպանում եք իրան։ Անգամ գաղտնիություն էլ կա դրա մեջ։ Ասեմ, այս ամենի մեջ գաղտնիությունն էլ է գործում, որտեղ բաներ կա քո եւ Աստծո մեջ են։ Ամեն ինչ չի, որ դուք պետք է, ոնց որ մարդը իր ընտանիքի գաղտնիքները սաղ, էթա սաղին պատմի, ասի։ Մեկը կարող է նախանձը բռնի, բռնի, քեզնից մի ոտ առաջ ընկնի, էթա չգիտեմ, հա։ Ասենք լավ, նա կոպիտ էլի օրինակ բերեմ։ Մեկ եկել է իր ավտոմեքենան առաջարկել, քեզ շատ հանգանուց մեքենա է, ասում ախպեր, ես քեզի $1000 կտամ, բայց ինքը օրինակ արժի $10,000։ Մեկ էլ ուրախություն ցնում է, հարևանն ասում է, գիտես, մենք $1000 կտես ալտն առնենք, մեկ էլ կարող է մինչև առավոտ տենակ 2000-ով արդեն իրան գետի գնացի առել է։ Հուսով եմ հասկանում եք ընձի, հա, այսինքն բաներ կա սիրելներ, մինչև դուք չխոսեք, ձեզ չմատնեք, անգամ սատանան էլ չի իմանա։ Բաներ կա ձեր եւ Աստծո մեջ է։ Բաներ կա ձեր ամուսնական կյանքի մեջ է։ Բաներ կա ձեր ընտանիքի մեջ է, բաներ կա եկեղեցու մեջ է, օրինակ եկեղեցու գաղտնիքներ Հուդան էլ գնաց, չէ, այնքան վսկրտին 30 արծաթով գնաց սախեց։ Տեղը չէին իմանա, որտեղ հավաքման տեղը Հուդան գնաց խաբար տվեց ու Հուդան իրանց բերեց այն քահանաներին, որ փնտրում էին Հիսուսին սպանելու համար։ Ուզում եմ ասեմ, նաև ինչ որտեղ գաղտնիությունն էլ շատ կարևոր է, այս հասկանալու համար, օրինակ 4-րդ թագավորաց խոստացեք, որ կարդալվի է, փոքր մաս եմ ես վերցնելու, բայց շատ լավ բաներ դուք տեղից կվերցնեք Սուրբ գրքից։ Ուրեմն գիրքը ինչի համար է? Կարդալու, եւ որ մարդը գլուխա գոսմա գիտես ինչ թանգանոց Աստվածաշունչ ունենք, պապիս պապը շատ հին Աստվածաշունչ ունենք։ Մեկ էլ գիտեք բանը ինչ այդ արժեքավորում, երևի ինքը թանգարժի, չէ։ Իրական ինքը անգին է սիրելներ ընդհանրապես փաստաթուղթ է վերջապես, բայց ինչ օգուտ, եթե այդ գիրքը կա, բայց չես բացում իրան կարդաս, որ իմանաս ինչ անդեղ գրված, որ մինչև հավատքը սատանան ընձի խափում էր։ Սուրբ գիրքը դրած մեր տունը, այդ մի ասում էր չէ, Սուրբ գիրքա ձեր չտակ։ Մի քանի շաբաթ գնացի եկա, նվեր էին տվել պապայիս էլի, լես հավատքից չեմ։ Մի օր ասեցի, չէ, պետք է կարդամ։ Բերի բացի դրի մեր սեղանին են ցածի տունն են։ Մենք էլ ասել որ գիրքա սկզբից կարդամ։ Բացի ցաննդոց սկզբում Աստված ստեղծեց, Ժորժա մի քիչ գնացի, մեկ էլ բերան ասես, օրանջ կոտացի, սկսի ասես աշկերից վրա մրապիչով քնում ենք։ Մեր շաբաթը տենց, իմ հետ տենց եղավ, որտեղ ասես մեր բառով ասես նյութա փոխանակում ատեղին է, տակսարոթերի, լույսի ու խավարի, հա, ապրել են խավարի մեջ, ձեռագիրը լրի ուրիշի է, հանկարծ Աստծո ձեռքի գրվածքն ուզում գա, որ ես իմանամ, որտեղ ասում եմ, հենց տեղեկանան կհավատան, սատանային ձեռ չի տալում, Սուրբ գիրք կարդալը, քարոզ լսելը, ընդհանրապես ձեռ չի տալում, ասում եմ, թե ես սիրտը կտա Հիսուսին։ Զատոյսել Աստված վատ բաներ իրանց չի առաջարկում, ասում եմ, մեղքերի քավություն կտամ, բժշկություն կտամ, հավիտենական կյանք կտամ, զատոյս մեղավորն են, հենց այդպես բան է ուզում, չէ՞։ Դրա համար մեղավորին անարգում են, սկսում են պատաբանել, հեռացնել, դու արժան չես, չկպնես Սուրբ գրքին, այս Սուրբ վայրը չմտնես, չի, ասես ծուղակներ է սարկան, ծայրահեղական։ Ինչ է մարդուն չհասնի այս գրվածքը, որ այդ մարդը հավատա, կենթանանա, կնի գա իր մեջ, փրկության օրվա համար սիրելներ։ Էսի ուրեմն Տերը թող ձեզի շատ օրհնի։ Ուրեմն սենց երևույթի եթե հանդիպում եք, ու այդ գիրքը փակեցի դրեցի կրավ, իմ մտքի եկած աշխարհը սա է, որ քո խելքի բանը չի։ Իդի Սուրբ գիրքը։ Հողացան դες փոշի դնում էր վրա, ու մի հատ էլ գիտեք փոշը պետք է այն պաչեի, ժողովուրդ ջան, օրինակ չգիտեմ, կարող է մարդ ես էլի ռուսական պասպորտը առաջ անգամ տեսել ես ասենց ուրախությունից նրանք պաչեցի դրեցի ջեբը բան չունեմ ասել այդին բայց օրեկան չես դնում պաչում դնում ջեբը պաչում դնում այսին Սուրբ գիրքը պաչելու մարդ չի Սուրբ գիրքը բարձի տակ դնելու մարդ չի սիրելներ այսօր շատ էներգիա սկապած ոնց են վերաբերվում փաստաթուղթը դիրտեղը հետդ այրոպորտ չտանես պասպորտը թանկ բանա թող մնա տունը ինքը քո հետ պետք է լինի ոնց որ ասես քո մեջ պետք է լինի հա որտեղ դու ես տեղի թուղթը պետք է լինի առանց դրա դու չես կարող գործարկանի Աստծո խոսքը հետո մի փնտրի Աստծո խոսքը քո մեջ է քո բերանում է քո սրտում է ամեն ահա օրհնյալ է մեր Աստված հանգարց sense երևույթի հանդիպես
Հիմա ես փորձառություն եմ չդադարես Սուրբ Գիրքը կարդալու համար։ Ամեն Տերը շատ օրհնի քեզ, որտեղ process-ը սկսվելու քո մեջ, ցանկա կատարվելու քո մեջ, այդ խոսքը քո մեջ անցնելու եւ գիտեք Սուրբ Հոգով մկրտված են մարդն, որ ճիշտ ավետարան ունի իր մեջ։ Եթե Աստված ոչ անի, ընթացքում չփոխի, որտեղ դնում այդպես դեպքեր։ Բայց երբ որ դու Սուրբ Հոգով կնքվում ես, մկրտվում ես, ուրեմն ճիշտ ավետարանն է գալի քեզ։ Թե չէ, գիտես, ասենք դու ես սխալվել, բայց Աստված երբեք չի սխալվում։ Աստված տենմա, որ դու ընդունել ես իր որդուն որպես քեզ Տեր ու Փրկիչ, Սուրբ Հոգով պետք ինքը կնքի քեզ փրկության օրվա համար։ Ամեն։ Դրա համար ապահով եղի, որ Սուրբ Հոգին կնիքա քո մեջ, Աստծուց է դա դրված, այսինքն Տերը հաստատել է այդ փաստը քո մեջ։ Օրհնյալն մեր Աստված։ Ուրեմն մեկ էլ Եսայա 38-ի այդ գլուխը նույն բանն է սիրելիներ, մի քիչ բաներով ասենց գրված, քանի որ Եզեկիայի հետ էր կապված այդ ժամանակվա մարգարեներից մեկը Եսայան էր, Աստված այս մարդուն օգտագործեց։ Ուրեմն 4-րդ թագավորաց 20-րդ գլուխ, հա, մեկ էլ Եսայա մարգարության 38-ի մեկից է սկսվում, այտենց ուրեմն կարա կարդակ այդ գլուխը։ Շատ կարևոր բան կա։ Այդտեղ նաև մի խորհրդավոր բան եմ ես նկատեցի, դրա համար մի փոքր ուզում եմ սրան անդրադառնամ։ Տերը թող շատ օրհնի քեզ, ուրեմն գանք 4-րդ թագավորաց, գիտես, ես մատքանտրի կգտնես։ Շատ անգամ Սուրբ Գիրքն եմ։ Իրական, իրոք սիրելիներ, հիմա մի հատ համար էլ լավ կտամ ձեզ, շատ անգամ ասում ես Աստծուն որտե փնտրեմ։ Կա պատասխան։ Օրհնյալը մեր Աստված։ Ուրեմն ինչ կատարվեց այս մարդու հետ։ Գոնե մի փոքր մասից Եզեկիայի հիվանդանալը եւ կյանքի երկարանալը։ Մի չգիտենք հիվանդությունն էր լավ, թե կյանքի երկարանալն էր լավ, թե իրամահն էր լավ, մենք չգիտենք որն էր լավ, բայց ես մի փոքր ես ուսումնասիրելով զուգահեռներ տարա մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սրտիս խորքից ասեցի փառք ես Տեր, որ դու հոժարվեցիր մեռնելու։ Իսկ Եզեկիելը չհոժարվեց։ 20-րդ գլուխն է, լավ։ Եսայան եկավ, Տեր ասեց, գնա Եզեկիային ասա, գիտեք ինչ անի, Եզեկիա ջան, դու հայր ես, Պողոսի գրում ասում է, որդիքը չեն, որ հայրերի համար ժառանգություն կդիզեն, այլ հայրերը որդկանց համար։ Ամեն, որտեղ կտակը հայրերից է գալի որդիներին։ Շատ կարևոր բան եմ ասում, սիրելիներ։ Եզեկիայի ժամը հասել էր, եկավ մարգարեն ասեց, եղած չեղածդ կտակի որդկանցդ վրա մեռնում ես։ Լավ կտակ եմ, բա մահը ինչ ուներ։ Քիչ հետո կտեսնեք, բայց դուք էլ արդեն գիտեք։ Մինչև կտակարանի մեջ մահ չլինի, կտակ ուխտի, այսինքն կտակի հաստատման համար էր նաև, նոր կտակարանի գառով էր, հենց բունի այունով Քրիստոս է, այմա սիրելիներ, ուզում եմ ճշմարտություն իմանալ, այմա ինչի հետ մատաղ Աստվածը չեն կանում, եթե դուք մատաղ անեք, անարգում եք Աստծո որդու այրունը, մնացած այրունները ստորադաս են Քրիստոսի այրան առաջ, եւ այսօր մարդիկ չիմանալով Սուրբ գրքի գրվածքը, ասում են խեկամ սա մեր պապերն են ասել, տո ժողովուրդ ջան, մեր պապերը չի բացառում, ճիշտն էլ կարան ասեն, սուտն էլ կարան ասեն, իսկ այդ դեպքում հարցրեք Աստվածաշնչին, ձեր պապերից մեծ է, մեր հերերից մեծ է, մեզանից մեծ է, ամեն, դրա համար չեն դիմում Աստվածաշնչին, այսօր կոչսա նաև Աստվածաշնչ կարդաս, հարցնում են պապեր տատերից, Աստված շատ օրհնի իրանց, բայց սխալ ուսմունքը մտնում է իրանց մեջ։ Մի հատ փորձանքալն վազում են տատումը, տատի ջան ինչ անենք, ակլոր մորթ է։ Այս խեղճերն էլ չեն իմանում Աստվածաշնչի ճշմարտությունը, սխալ ջանքեր բռնած, ակլորներ են մորթում, չգիտեմ, գառնել են մորթում, ցուրնել են մորթում, նստում են, ուտում են, խմում են, չգիտեմ ինչ է, բայց Աստծո Այնտեղ մեկին ասում եմ բախի չասիր ընդունել լինի, սաղը տանեմ կուզես 1000 անգամ ասեմ ընդունել լինի, դերևները որ չեն ընդունում, ասեք դու ընդունել լինի, բախիս բանը սենց չարեցի, էլ մեր առաջ չարածը ոչ մի նշանակություն չունի, դու մեծ սխալ ես դուք դալի, բերանովը լավանես կպրկվես, հմի դու պետք է որոշես ումը լսես,
Հերի ջան, հոպար ջան, ես ինչ ջան, դեր ջան, մեր ջան շատ սիրեմ հարգում եմ, բայց Տերն ասես թող իրանց արինցի։ Այս է թողել վետալ Հիսուսի, նրա խոսքն է իմ կտակը։ Եվ արդեն գիտեք դուք վախենալու չունեք, ձեր կտակը հաստատված է։ Կասեք ոնց աշխատվել։ Հիսուսը մահացավ խաչի վրա, որ կտակը հաստատվի։ Արդեն դուք ժառանգակից եք։ Մնում այն չանեք, սպասեք, մինչև այս մարմնից կլնենք, կմտնենք այնտեղ։ Ամեն։ Թե չեք ուզում։ Մեկը պետք է դուրս գանք այս մարմնից, սիրելիներ, մի օր, բայց ավելի լավ չի մեր Տիրոջ հետ լինենք։ Ամեն։ Ուրախ եղի, մի վախեցի, հալելույա։ Եկավ ասեց կտակարա, դու պետք է մեռնես։ Այ բալամ, ես եկել լսեց, գիտես որ այն մարդկանց նման ես կամար է դրել եմ, ես կամ բայց իմ դրածը չվայելեմ։ Որ կարդակը տենց էլ մոտավոր ասում է։ Դեր ճարան գերեզմանի շնորհը քեզի ոնց փառաբանիկ, աղերսմանցի առողջություն։ Ես այն մարգարե եկավ ասեց, ոնց որ մեկ ջղայնանում են հովների, մարգարեների վրա ասոխոսք, որ ուղիղ ասում են, այ ախպեր ջան, Տերն ասե, ես մի չեմ, մի հատ բան ենք քարոզում ենք, բայց դու գիտես ուղիղ ընձի չէի նկատի ունիր։ Եթե կպել է սերտի դուրեմ, ես քեզ էլի նկատի ունեի, ոչ թե ես այլ Տերը, ես մի հատ անոթ եմ, խոսում եմ, կամ հովիտները խոսում են, թե ճշմարիտ ասոխոսն են։ Եվ ինչքան բաներ ես լուրը, այդ հազ մեկին ասես, աշկագության չես բերում, եկի ասի, ես եկի աջան։ Խոսք այ քեզի, ու շատ կարևոր է դա։ Եկի ասում եմ պետք է մեռնես։ Ես այն թողես գնաս թե քվապատյանը հոմել գաց, մի ավերսանք։ Դե ով լսավ Եզեկիայի ձայնը, Եսայա, չէ, Տերը որ լսավ, նույն Եսայան ասեց հետ դարի բալամ, հետ դարի։ Ինչ է, գնա չի ուզում մեռնի։ Այսինքն այդ սովորական մահ չէ, կտակը պետք է հաստատեր, սիրելիներ, որտեղ արխիվը վտանգ կար։ Եզեկիան չէր տենում։ Այսօր մենք էլ արխիվի վտանգները չենք տենում։ Մի հատ փորձունալում ասում ենք, «Ես ինչի պետք է իմ հետ լինել»։ Այ բալա ջան, քո կտակի հարցն է, ժառանգության հարցն է, փրկության հարցն է, քո Աստծո պահպանվելու հարցն է, քո փոխվելու սրբանալու հարցն է։ Դու միշտ երևույթով ես ապրում, երևույթով ես դատում։ Եթե աղոթքով հանձնել ես Հիսուսին, վստահիր անելի, հա, ամեն, փառք Հիսուսին, մնա կտակիդ մեջ, մի փոխի կտակը, որտեղ դա շատ բացական կանդրադառնա քո կյանքի վրա։ Ասես գնա 15 տարով ավելացնում եմ։ 15 տարով ավելացրեց, դե գիտեք, չէ՞ ինչ որ բժշկա հիվան մահացու վերք ուներ, թզի չի դրեցին վրան։ Օգտակար է, թուզը շատ օգտակար բան է, անկերեք, չի ներկերեք։ Եթե մեկն ասում է, այ չի ամ, լեզուս ծակում է, ուրեմն օգտակար բանն է։ Լսել եք, չէ՞, Facebook-ով մի բան գցում են, ասում է, որ կառալոկ ուտեք, չէ, գիտեք, հազար մի հիվանդություն է բուժում։ Մեկ եթե մեկ սաղ մանդարին ուտողները թեքում են կառալոկի կողմ։ Խի, հավան, ինչա լսեցին կառալոկ ուտել, նայեք ինչ պրիմիտիվ բարձ է գործում, սիրելիներ, բայց սենց Աստծո չեն հավատում։ Կառալոկին հավատում են, որ հազար մի հիվանդություն կբուժի, քյալամը որ ուտեք, չսիրենել այդ մսկինը քյալամ ուտելը։ Ինչա մեկը գրեց, որ գլխի ցավը ինչքան բարձ է խոսքը մեզի գալ, մենք էլ դինենք ենք իրար հետ պարտադրանք է, դու քո առողջականիդ համար, քո բարօրության համար, սիրելիս հոգ ես տանում։ Տենց մեկը չկա իր անձը չսիրի, խնամ չտանի։ Եթե ինչքան պետք է արդեն ուղեղից ցնդած մարդ լինի, որ ինքը իրան վնաս տա, ասենք, իսեր ասում։ Եկավ ստեղ, որովհետև հարցը շատ կարևոր էր, կտակարա։ Մահ պետք է տեղ ունենա, ու այդ անցնի քո սերունդներին, քո զավակին։ Ասես չէ կյանքին։ Շատ անգամ նման առաջադրանքներ, նման որոշումներ, շատ կարևոր հարցեր դրվում են մեր առաջ, որն ես ընտրում դու։ Օրինակ այսօր դու ընտրության առաջ ես, գայիր ստեղ թե չէ, անկեղծ, չէ։ Առավոտն էլ կարար պլանները փոխվել Արամ ջան, մինչև ստեղ գալն էլ պլանները փոխվել։ Ասում դե հələ տենամ։ Աստված ջան, փրկի ինձ, ասում դե հələ տենամ։ Այդ ինձ է, սիրելիներ, դուք զարմանում եք, բայց տենց է քո բերանի ասացի պես քեզ մենք ոնց ենք վարվում մեր կտակի հետ, մեր այս թանկարժեք փաստաթղթի հետ, մեր փրկության հետ։ Օրհնյալ լինի մեր Աստված, ամեն։ Ես եկել այստեղ ինքը շատ լուրջ օրհնված թագավոր էր, Աստված իրան հավանել է, բայց ասես տղա ջան, կտակ արա։ Կտակ բառենց մտնում, արդեն լուրջ է հոգևոր իմաստ կասել։
Բայց կյանք ուզեց վայել։ Դե վայել։ Մեկ քիչ վայելեց, թշնամին լսեց։ Ասուրեստանի մի հատ թագավոր լսեց, հելա անցաներով, նվերներով եկավ, լսել էր Եզեկիան պատի մեռնի, հանգարտ լավացերա։ Հլմա չէ, տենց դասում են մեկը մահացի բանվություններ, հանգարտ դասում են, ամար տաղոթեցին բժշկան, կամ ես ինչ բան արեցին բժշկան։ Հետաքրում է, եթե ասենց այցելել դնա։ Նույն եղավ Եզեկիայի հետ։ Եկավ այցելես, տեսավ, էս էլ այս գաղտնության պահեկան հասան։ Ես տնաշեններ, ինչ ուներ չուներ, այս հենց ուրախությունից, հելա մցրեց իրար կարասիներով, ոսկիներով, զենքերով, զրահներով, եղած, չեղածով, սաղ թշնամու թագավորի ցույց տվեց։ Մարդը գիտես, կարող հլա տեսեք, Աստված ընձի ոնց հաղորդն է, մեկ էլ 10 սուրետում ես փորձյան մեջ եք ընկնա։ Դուք ձեր վրա մեկ էլ անկախ պաշտպանությունից դուրս եք գալի չնազանվելով Աստծո խոսքին, որտեղ տեղ կա մեծամտություն, չգիտեմ, ինչի համար ասում փարտուր գոհացի Աստծոց քո եղածդ վայրի, հա, իսկս մարդկանց ինչ ունես ցույց տալ, ումն ես ինչ ուզում, անգամ իրանց ապրածով են ուսում, սենց չգիտեմ ինչ է, իրանց արդարությունները, իրանց չի, ինչ ասես կարալի, սիրելներ, ոչ մի բանի ցույց մի դրեք, դուք ծածկված եք Աստծո համար, դուք պատկանում եք նրան, ձեր սրտներ քննող Աստված, ամեն, ձեզ օրհնողն էլ Աստված, Մարդ Հիսուսին, համեստեր եք, խոնարհ եք, պահպանվեք դրա մեջ, ոչ մի բանով մի պարծեցեք, այլ Տերով պարծեցեք, սա շատ կարևոր է, խի աշուտ է, որ ձեր կտակը պահեք, թե չի ունեցվածքը ձեր ցրիվ կտակ, մեկ էլ չար փորձություններ են գալի, ձեր խաղաղությունը գնաց, ուրախությունը կդրվավ, կռիվ, դավի, վեճ, մեկ էլ մեկ ընկած փորձանքների մեջ։ Ինչի համար? Այս բացբերանության, գոռոզության, հպարտության, չգիտեմ, սխալ պարծանքների պատճառով։ Փառք Հիսուսին ամեն ինչի համար։ Ամեն, օրհնյալ է մեր Աստված։ Էսի որ հենց քո համար եմ անում, քո սերունդների։ Սա ինչ կապ ունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Սիրելիներ, չգիտեմ, ոգով ես հենց նայեցի ու տեսնում ենք Հիսուսին Գեթսեմանի մեջ, ժամը հասած, մահվան երկու վախը վրեն իջած, ու աղոտ կան, հայր, եթե հնարավոր է, ես գավաթ ինձանից հեռացրա, բայց իրան ասված էր, որդիս նոր ուխտին միջնորդն ես, կտակ արարը, միակ շարանգը, կտակ ես արը, պետի մահանաս, որ կտակը հաստատվի։ Եթե չմահանաս, թշնամին նորից դու կապրես, դու կգաս այնտեղ, բայց ամբողջ գանձերը կկորցնես։ Չէ որ հեթանոսներին ժառանգություն տվեց Տերը Հիսուսին։ Դու ուրախ ես, որ պատկանում ես, որ այնքան լուրջ ու կարևոր բան կասել, ես ավելի կարևոր է, քան այսօրվա քո առողջությունը, չգիտեմ, մյուս բաները, հավատացեք։ Մեկը ինչ-որ մի բան պատճառ դառնալու է այս կյանքում, որ մենք դուրս գանք ստեղից ու մտնենք մեր տուն։ Բայց ես ուզում եմ որպես ժառանգագից մտնենք, որպես sense գրված Աստծո հոգով գրված իր խոսքերը, իր օրենքները, իր պատվիրանքները քո սրտի մեջ Սուրբ Հոգով կնքված որպես մի լիազորված փաստաթուղթ մտնենք, հա, չլինի դատարկ, հա, չէ շատերը վարձքն են կորցնում, շատերը չգիտեմ էլ այնքան բաներ ողություն կլինի, այո, քո այդ 15 տարվա մեջ, բայց դրանից հետո արգել դարձար կտակի և սերունդի համար։ Կարծես սենց էր կապ, սիրելիներ, որովհետև դու չհոժարվեցիր և ապրելովը, որտեղ Աստված գիտեր, որ դու այդ շատ ինչ թեկուզ թանկ անձնավորություն է, Հիսուսին ընդունած մտավ երկին։ Սիրելիս, տանենց ենք ապրում սեր, գիտենք, թե հավիտյան ենք ստեղ մնալու։ Չկա տենց բան, չխապվեք, դուք ձեր հաջորդ վարկյանը չգիտեք, կտակի մասին մտածեք։ Գրվածքի մասին մտածեք, կնիքը, թույլ մի տվեք, շնորհքից չընկնեք, հանկարծ չընկնեք գրի ու դառների տակ։ Քրիստոսով դուք ժառանգություն ունեք, փրկություն ունեք, հավիտենական կյանք ունեք, որովհետև ասանձի Հիսուսը հենց իմ համար խաչվեց ու մահացավ։ Հիսուս իր համար չի մահացել, սիրելիներ։ Հիսուսը իր անձը առ համարեց։ Եզեկիայի պես չասել, համը ճաշակած մարդ էր, ինքը անգամ ամեն մի վարկյանը իր համար կարևոր էր, մարմնից դուրս գար Տիրոջ հետ դներ։ Հալելույա։ Իսկ ասեց իմ ապրելը ձեզի ապրել։ Դուք դες այս ապրեմ քո պատճառով էլ ինձի կծեծեն։ Կանարգեն, կնախատեն,
Բայց եթե Տերս ուզում որ ես ապրեմ, ինչ որ մեկի համար Տերով պատճառ դառնամ, որ ինքը փրկվի, ես համաձայն եմ։ Դրա համար սիրելիներ, ձեր կյանքը սենց հանձնեք ասի։ Մի ասեք, Տեր ջան, կյանք դուր ես քամ, ինչ գիտես, որ տվեց, այնար կարող է քոզածից էլ ավելին դու ապրես, չես դու խառնվում ասոգործերի մեջ։ Ոչ եք ներվում, Ժորժ ջան։ Ասում են կամ ջահելերը, այլերը սենց հոգում է ճիշտ լավ ենք, չէ՞, սենց փառք Հիսուսի։ Թող Քրիստոսի հետ լինի, ինչ որ լինի, Աստծո հետ լինի։ Եթե ես պետք է ապրեմ, հիմար բաներ անեմ ավելի լավ, Տեր ջան, գամը տեղ, հալելույա։ Եթե ես պահը հասածա, Հիսուս 3 անգամ աղոթեց, եթե հնարավոր է հեռացրու, բայց լռության մեջ, եթե ասեր, էդ եմ ուզում վերջնական, հայրը կասեր, ապրի տվես։ Եզեկելին ինքը չարհամարեց, ասեց գնա, ապրի։ Բայց տես ինչ էր գործրեցին։ Հա? Հələ կտակարարը քանի ողջապ ոնց են պահում, չէ՞, սենց։ Որտեղ գիտեն, անգր նա թարզման անել, կտակարարը կարա փոշմի, դա արտուն անի։ Կես չթողես, ամբողջական դարձրա, կատարյալ դարձրա, թեպետ ինքը գործնականի մեջ է կատարյալ դառնում, բայց նաև քո ընդունելության մեջ է։ Եթե միշտ այս օրինակը բերել եմ, մի դեղահավ, դու հավատում ես, որ խմես, ասել են քեզ, ոսկորներդ կլավանա, օրինակ։ Հավատում ես, շատ բարի, բայց եթե իրան չընդունես, ինքը չի օգնի քեզ։ Աստծո խոսքը, Տիրոջ խոսքը ասում է, եւ ովքեր անոր ընդունեցին, անոնց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Ուրեմն հավատալու հետ մեկտեղ ամեն ընդունում են, որ այդ կնքվին։ Ոչ, սիրելիներ, դա նախատիպներ, օրինակներ։ Նա իրականում Աստծո որդին պիտի կարի, միակ խոստմունքի որդին։ Ուրեմն խոստմունք օրենքից առաջ է սիրելիներ։ Ինչ որ խոստմունքը մեզ խոստացել է, օրենքով ոչ մեկ դրան չկարեցավ հասնել, բայց Հիսուս Քրիստոսին ընդունելով մենք այսօր ժառանգակից ենք ելնում։ Ամեն, Փառք Հիսուսին։ Շատ կոպիտ օրինակ էլի բերել եմ։ Մեծահարուստի տղայա, ասենք մի աղջիկ ուրիշ ճանապարհներով չի կարող հասնել տղայի հարստությանը, բայց հանկարծ այդ հարուստի տղայի կողմից առաջարկություն ստանում ամուսնության, այս աղջիկը ստե է որոշում, ես ուրիշ ճանապարհներով չեմ կարող հասնել, չեմ կարող արժանանամ իրանց այդ ունեցվածքին կամ իրանց հարգանքին, հա, բայց երբ որ ամուսնանում է, համաձայնվում է ամուսնանում այդ տղայի հետ, ավտոմատ դառնում է այդան ժառանգակիցը։ Մենք Քրիստոսի հարսը, գիտեք, սենց տարբեր կողմաներ ճյուղավորված հարցեր ա գնում, բայց սովորենք եկեղեցի, որ ասում են, քարեշեն եկեղեցի չի, սիրելիներ, Հիսուս Քրիստոսը չի գալու, անգամ համարձակվում եմ ասեմ, էդի անգամ այսօր մեր բոլոր ուղղափառ եկեղեցու քահանաներն են գիտեն, Էջմիածին քաղաքի քարեշեն եկեղեցու հետևից Հիսուսը չի գալու, Քրիստոս իր հարս եկեղեցու հետևից է գալու։ Կենդանի քարերով պատրաստված, էլի սատանան խաղում ասել։ Հիմա տեսնեք ինչքան կարևոր բաներ կա քո կտակում գրված, մեր պապերը, հանգիստ թողենք մեր պապերին, ովքեր գնացել են իրանց հանգիստ, ովքեր մնացել են թող առողջ լինեն, Աստծո մեջ լինեն, հա, բայց պիտի դառնանք Աստծուն, ամենակարող Աստծուն, որտեղ խոսքը եկել է Աստծո սիրելիներ։ Դրա համար այսօր քո ուշադրությանն եմ բերում Աստվածաշունչը, որպես կտակ, որպես լիազորված կարևոր փաստաթուղթ։ Հիմա որ է Քրիստոսը, բայց ես ասում եմ, այն կտակը, որ առաջուց Աստվածանից հաստատված էր Քրիստոսի վրա, 430 տարուց հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստմունքը խափանվի, որովհետև եթե ժառանգությունը օրենքից է լիներ, ապա խոստմունքից չէր։ Հիմա դուք օրենքիցն եք, թե խոստմունքիցն եք։ Հարցս այս կերպով էլ ասեմ։ 5 կտակարանից եք, թե նոր կտակարանից։ Ցավոք սրտի շատ-շատերը նոր կտակարանը մերժում են։ Մովսեսը սիրելիներ, նորից եմ ուզում ասեմ, Աստվածաշնչյան հեղինակներից, այսպես գրողներից առաջի մարդն է եղել 5 մատյանները օրենքի հնգամատյան փորա այս բանով հրեական դեմով օրենքի բոլոր կանոնները, պատվիրանքները Մովսեսը գրեց, քարի տախտակները, որ ինքը գրել էր, բայց Մովսեսով չի լինում փրկությունը, սիրելիներ,
Մովսեսը ասոտան ծառան էր, եւ ծառան հավիտյան չի մնում տան մեջ։ Իսկ Քրիստոսը նոր կտակարանը պետք է հաստատել, Եբրայեցիների թուղթը ասում է, որ առաջի ուխտը շատ փառավոր էր, բայց օտար զոհով էր, գառնուկի այրունով էր ուխտը կնքված։ Ուրեմն ինչի համար դա հնացավ, ինչը որ հնանում է մահվան մոտ է, եւ Քրիստոս եկավ օրենքը չքանդեց, օրենքը կատարելով, որ խոստմունքը հաստատուն մնար, ինքը օրենքը, որ այդ օրենքի բոլոր գրվածները մեր ելներ, մենք հասնեինք դրան, Հիսուսի մեջ դրանք կատարվեցին եւ ինքը որպես միակ ժառանգորդ, որ այդ հնացավ, ինչը որ ծերացավ մահվան մոտ էր, ինքը մահացավ, նոր ուխտը ինքը հաստատեց, որտեղ Եբրայեցիների մեջ միտեղ էլ ասում է դարվա քահանայապետը, քանի ողջ է, օրենքի փոփոխում չի կարող տեղ ունենալ, բայց երբ որ քահանայապետը մեռնի, օրենքի մեջ էլ կարա փոփոխում լինի։ Հիմա խիա կտակի մեջ քո անունը գրված, 5 կտակարանով քո անունը կտակի մեջ չէր կարա լինի։ Օրենքը պահողը պիտի արժանանար դրան, բայց նոր կտակարանով դուք այլևս դարձաք Հիսուս Քրիստոսին որպես հարսը, նրան ընդունելով ձեզ Տեր եւ Փրկիչ։ Հիմա նույն օրենքի խոստմունքները հավատքի ձեռքով են գալի քո կյանքի մեջ, հենց դա նկատի ունի ասում, միթե 400 տարվա կտրվածքը 430 գերության շրջանն էր դա Եգիպտոսում, հիշում եք, սիրելիներ, երբ որ հետո Մովսեսին վերեց դուրս անեց, բայց Մովսեսից առաջ Աստվածունն էր խոստացել, որ քո սերունդը պիտի օրհնեն։ Աբրահամին, բայց Աբրահամին էլ չենք տենում։ Աբրահամով ով եղավ Իսահակը խոստմունքի որդին, իսկ խոստմունքի որդին դա Քրիստոսն Աստծո որդին։ Եվ ով որ տեսո մարդկա կարող ասի ես հավատում եմ Իսահակին, ընդունում եմ Իսահակին, ժողովուրդ ջան, ինքը արքայության որդիներից մեկն է, բայց ինքը մեր Փրկիչը չի։ Հիսուսն է մեր Փրկիչը։ Ես վերջերս Facebook-ում նկատեցի Հռոմի Պապը մի հայտարարություն էր գրել, բայց ասեմ sense բան եղա էլի, ասի Տեր ջան, յո բացվում է արդեն որ վարժերներից մարդկանց, ինչն ասեն, օրենքի պես արդեն բաներ արել, որ Մայրամ Աստվածածին, որ է sense ենք ասում, չէ sense Սուրբ Մայրամին էլ մի աղոթ է գցել բարեխոսման համար, որովհետև մարդկության միակ Փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Ինքն էլ թող է, որ ախացա է, ասի, դե ջան, շքով հետևորդներ կան, էլ ուզեն, չուզեն, հսկա կան, առնի կան, շքամ հետևորդներ կան, բայց մեկ առաջնորդի սխալը կարող բոլորի վրա բացական ազդեցություն ունենա։ Բայց այսօր Փառք Հիսուսին, ասում է, պահանջվող մի բան, որ այլ Մարիամին մի կանչեք, ինքը չի բարեխոսը։ Սատանան խաբում է, չէ որ Մարիամը Հիսուսի մերն է, իրան ասեք, որ Հիսուսին խնդրի, Հիսուսն էլ հորը խնդրի, նայեք չերեզներով լինեք, ժողովուրդ ջան։ Այսօր անկեղծ եմ ասում, ես հարգում եմ բոլորի հավատքը, բայց եթե տանում եք քարերի, գնում եք սարերը, գլորվում են գնում եք, հողներները ճմում է, ջարդվում է, պետք է ասեմ էլի, մեկ այ Աստված գիտի, ես ուզում եմ ճշմարտությունը, ժողովուրդ ջան, հրնտալում ասում են Սուրբ Հովհաննես։ Այդ հետ իսկական որ Հովհաննեսն է, Հովհաննես Մկրտիչն է, թե Հիսուսի աշակերտ Հովհաննեսն է, թե որդուցեն ես Հովհաննես, վերնեսես այնքան մարդկանունը Հովհաննես է, բայց ես մարդիկ իրականում որ գանք ասին այլ խեղճուկներ, ախր մենք ձեզի ինչ փրկիչ, ինչի դուք ասում Հովհաննես։ Հետո մենք այդ վերևը անպայման եթմեն մի բանից մարդիկ խաբված Ջորջան, որտեղ ասում է ես ամենուրեք եմ, ամենտեղ իր ներկայությունը կա, որ Աստծո եւ մարդկանց միակ միջնորդը դա Աստծո որդի Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն դու Հովհաննեսին էթալով, Պողոսին, անգամնցին, Մյուսին, Ապողոսին էթալով, Հիսուսին թողալով, սիրելներ, ժառանգակից չեք լինի։ Ոնց որ եթակ ուզենակ ամուսնանաք այդ հարուստ մարդու հարևանի տղուր է։ Մոտիկ կլնեք, բայց չեք մտնի այդ ժառանգության մեջ։ Իսկ այսօր սիրելի հարս եկեղեցի կտակ արված է քո համար, որպես Աստծո որդի Քրիստոսի հարս ժառանգակից լինելու նրա արքայության։ Եթե ուրախ ես մի հատ ծափ կտած, կասես բարդ ես մի օր գիտեք բռնված ես, մամաս այդ ժամանակ կար, այնց ահավոր փորձություններ էր եկել, մտա մեր կուխնին լացած այնց բանով խոսք, բայց եկավ ինձ ասես որդիս վրեժխնդիր մեր իմս է վրեժխնդրություն, բայց ուժ եք ակսենս բան ասի խաղեր ջան, Ժորժ ջան անգամ գիտեք մի հատ Արդեսելի սխալ բանել ես անում կամ մերքի մեջ եք ընգնում, մեկ ես սատանան միտք աբերում ասում է քեզնից ինչ որդի, Աստծո որդի։
դու սկի ծառայ չես, մեկը արժան չեմ, ես սկի ծառայ չեմ, ես էսել չեմ, սկսում ենք ժող ջան, մենք մեր կոչումը փոխենք։ Այլ չեմ անել, ես օրինակ ուզում եմ սովորես, Աստծո խոսքն ասում, ընկած թե կանգնած, ես նրանն եմ։ Տկար թե զորավոր, ես նրանն եմ, հարուստ թե աղքատ, ես նրանն եմ, գիտուն թե անգրագետ, ես նրանն եմ։ Այս շատ կարևոր է ես նրանն եմ, թե չէ նրանից դուրս ով ելնես, ինչ ելնես կանցնի, ու դու ոչ մի բան չես ունենա։ Ամեն։ Ու մեկ էլ մամաս են կողմից եկավ, ասես տղա ջան, ասում աղոտ πιանում, Տեր ինձ ասեց գնա տղայի որդուդ ասա, ինքը իմ որդիս է։ Մեկ էլ լացամ ասում, մամազին ճիշտ ես ասում, այդպես էլ ասել, որովհետև մեզ միտքեր եկել, որ ես իրավունք չունեմ, քո որդին ելնեն, օրինակ ինչ ոնց է ինքը ասում, ոնց իր խոսքը ապրեցնում ու պահում է մեզ սիրելներ, հաճախակի Սուրբ գրքի մոտ, ինքը քեզ տեսիքներ կտա, լավ երազներ կտա, հայտնություններ կտա, կարդա կտա, ամեն օր կարդա, հիացի, լծվի, ուրախացի, հույսով, հավատով պետք է ուրախանալ։ Դա տենց որ խցել է, մինչև աշկս չտենա, ձեռս չշոշափի, ես չեմ ամոզի, ասես Թովմաս մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ։ Մենք չտեսած հավատում ենք, բա որ դուց ես հավատում, լսեցի, որտե Սուրբ գրքից, հիմքնա, հաստատուկ տա, կտակա, ամեն։ Փառք Հիսուսին սիրելիներ, այդպես կտակի մեջ էս մենք կայնենք, բայց կարևոր է էլի, կիսատ բռա չեմ ուզում սենց թողեմ, հետո կշարունակեմ ես խոսքս շատ լավ բաներ սենց ունեմ, փոխանցելու ձեզ, Աստված թող օրհնի։ Էս ուրեմն լավ, ուրեմն գաղատացիներից դուրս գանք, հələ մի հատ գանք եբրայցիների թուղթ 9-րդ գլուխ 16-17 խոսքերը։ Որովհետև որտեղ որ կտակ կա, որտե կա։ Իմ սիրելի անմահ հոգի, Քրիստոսի զավակ, կարող է քեզի կտակ չեն թողել ստերից, մի բան չեն թողել, չէ մարդես, օրինակ Աստվածաշնչի մեջ հանդիպում եք սենց մոք։ Մի մայր տղաների հետ եկավ Հիսուսի մոտ, ասեց Վարդապետ ժառանգությունը երեխեքիս մեջ կիսի։ Ասեց ով կին, ընձի ու դրեց ձեզի դատավոր։ Հետո գիտեք ինչ ասեց, չգիտեք թե ինչ եք ուզում։ Մի բան հասա, թե չհասա, փառք Հիսուսին, ամեն, բայց ընդդեղից զրկվելու համար ժողովուրդ ջան, պիտի ահավոր ցավ կլինի։ Ես ժամանակավոր ունես, թե չունես, մեկա թողել պես, ու էլ նավես։ Բայց ընդեղից որ զրկվեն դրա համար ասնա ջանք արի, որ առաջի հարությանը, հափշտակությանը բաժին ունենալ, դուշ չմնալ, ջանք արի, իսկ այդ ջանքը որն է ձեր հավատքի գործադրումը, իսկ հավատքը ինչ բան է, լսեցիր Աստծո խոսքը, կիրառի քո կյանքում, թող գրված մնա սրտիդ մեջ, կնիքն է որպես ապահովություն, որ քեզ հասցնի փրկության օրվան սիրելիներ, իսկ ով որ մինչև վերջան Քաջազուն, հա, Աստվածաշունչի կարծես յամասն է խոսում, քաջազուններին կանչեց, ինքը թունավորել էին իրանք, գիտեք, պիտի մեռնի, մահվանից առաջ հրահանգեց, ասեց, որ ընձի տնենք տագաղը, թևերս կանեք, գցեք դուս։ Զարմանում են, ասում են, խիտ եմ, ապշը սենց է, չէ դնը, չեմ ամ սենց են դնը, ասեր է չէին թևերը կանեք, գցեք դուս, բժիշկների աթեսքան անբանի, անունով, հաղթական, համայրա ամբողջ, այսյան, հա, ամբողջ սենց ինքը գրավեց, հունական մեծ քաջազուն, որպես ասպետ, հա, ինքը վերցրեց, բայց ինչ իննա դատարկ է դա, որ բժիշկներին տենան ասեն, ինչ ասում են աշխարհի լավագույն բժիշկները չկարեցան ընձի փրկեին, այս զորավորները չկարեցան ընձի պահեին, ձեռները բախեն գցեց դուս, ասում ես ամբողջ աշխարհը նվաճեց, բայց նույնը ձեր դատարկ հետում է աշխարհից։ Իրոք ինքը այդպես հրահանգել է։ Հիմա Տերն ասում է, մեր եկել ես, մեր կել եթալու ես։ Հիմա փառք Հիսուսին ինչ ունենք, Տերը թող փառավորի, կարող մարդկես որ բարձր ապրում, Ժորժ ջան։ Մի դրսում, ասենք, Ռուսաստանում, ասենք, ես հորդորում եմ քեզի, արեք աղոթենք թող Տերը մի բան անի, թող այ բարամ, Տիրոջը ընդունի, Հիսուսը թող դառնա քո կյանքի Տերը, հաստատ մի բան կանի։ Ես հավատում եմ, ինքը չի թողի։ Ստերից սկսած ինքը գործում քո կյանքը, բայց ասա եթե ես էլ չլինեմ, էլ չլինի, Տեր ջան, ես ուզում եմ արժանանամ հավիտենական կյանքի։ Թող քո հավատքը սենց խոսի, սիրելիներ, քո հավատքը մի չծրա երկրի վրա։ Երկրի վրա եղած բաների համար Տերը հոգ կտանի։ Հավատում ես։ Հավատա, իրոք դա գործում է, սիրելիներ։ Ուրեմն նայեք։ Հիմա կտակ ունես Փառք Հիսուսին, կնիքը կա, բայց դե ինչ է կարծում, չեն կարող գործնի։ Անձնագիրներ կարան գործնել, գիտեք մարդիկ այսօր փրկություններ կարան գործնել,
կյանքի գրքից էլ իրանց անունը կարա ջնջվի, ինչի պատճառով Աստվածը տենց ուզում, ոչ, իրանց անփութությամբ, Տիրոջը մերժելու եւ Տիրոջը արհամարելու։ Նրա համբերությունը, սերը, քաղցրությունը արհամարում ես, բայց չգիտես, որ կգա մասնա։ Դրա համար ուրախացի էլի, փառք տուր Հիսուսին, հավատքով ուրախացի, ասա Տերը իմ օրհնությունն է, Տերը իմ բաժինն է, ես կյանք ունեմ էնել հավիտենական կյանք։ Իմ համար երկա, ես իմ վերջը տեսա, իմ վերջը շատ օրհնված է, Քրիստոսի հետ երկնքում իմ կյանքը պահված է, սա կտակն է խոսում, սիրելիներ։ Հիմա այստեղ նորից խոսքը շարունակում։ Որովհետև որտեղ որ կտակ կա, հարկավոր է որ կտակարարի մահը մեջ մտնե։ Մահը ինչի համար է? Որովհետև կտակը մեռնելուց հետո է հաստատ։ Հիմա իմացաք Հիսուսը խիամե մահացե։ Ասում եմ, որ ինքը ուժեղի մահացա։ Հենց ուժեղ է որ մահացա։ Իմ ու քո կտակի հարցն է դուց։ Ոչ թե արդեն կա, ում կողմից Կայաֆայի հрьяաների խաչել դուրան, խոստումքը պետք է ժառանգությունը դառնար, բայց կտակարար էր պետք, ով կատարեց օրենքը, Հիսուսը կատարեց օրենքը, ամբողջի մեջ որ կամքը հորաջությունը ունեցավ, միակ ժառանգը որպես մոտ, նայեք ժողովուրդը ինչ ծրագիր է, ու ինքը կտակեց մեր վրա, ով որ նրան հավատա, ով որ Հիսուսին ունենա, կյանք ունի, եղել ավելի կյանք ունի, ով որ Հիսուս ունի, ամեն բան ունի, սա կտակն է խոսում, ու ինքը մահացավ, ուրեմն ստեղ եթե ասենք, ինքը խի մահացավ, կտակս որ հաստատվի։ Այսօր շատ կտակարարներ վախենում են մեռնել, Եզեկիելը չուզեցավ մեռնել, փչացրեց իր ամբողջ ընթացքը։ Հիմա նա Հիսուսը մահացավ, որ իմ կտակը հաստատվի։ Մի Պողոսը ստեղ նայեք ինչ ասում, որովհետև կտակը մեռնելուց հետո է հաստատ, որ նա երբեք զորություն չունենար, քանի որ կտակարարը կենդանի է։ Ուրեմն Հիսուսը մահով հաստատել է նոր կտակարանը։ Ամի ժողովուրդ ջան, այս նոր կտակարանը փոփոխման էլ ենթակա չի։ Ասես դաշուտ ախտեր անցերա մեր վրա։ Ուրեմն տեսեք ինչ եղա։ Մեր մարմնավոր հերերը, քանի ողջ են, կտակը վտանգված է։ Ինչ առումով, կարան փոխել։ Մենակ կտակարար իրավունք ունի։ Կտակ ընդունող ինքը իրավունք չունի, մի բան ավելացնի կամ, հասկանում ենք, չէ՞ սա։ Մեր պապան, որ մահացավ, մեր վրա տատը կտականողը մահացավ, всё կտակ անցավ մեզի, արդեն մեր ենթակայության տակ է, մենք նորից կարանք այդ կտակի հետ ինչ-որ մի բան անենք, որտեղ պատկանում է արդեն մեզ։ Չէ, որդի կտակը ընդունեցիր, հետո դարձար հայր, կտակը թողիր որդու, հետո ասեց այդ մայիսավ պետք է միացած փոխանցողի բան։ Նոր կտակարանը գիտեք ինչի փոխվի։ Ոչ մեկս գիտեք ինչի կարա փոխի։ Մեր Հիսուսը երրորդ օրը հարություն առավ կտակը հաստատեց, մեր հայրը հավիտյանս հավիտենից կենդանի է։ Ուրեմն այլևս մահը նրա վրա իշխանություն չունի։ Ուրեմն կտակը ոչ մեկ չի կարա փոխի։ Եթե Աստված քեզ խոստմունք տվել, որևիցե հովի, որևիցե առաքյա, հրեշտակ, ով ուզմալնի, այս կտակը չի կարա փոխի։ Որևիցե մեկն էլ մի հատ հովի փոխված լներ, գիտություն ձեզ, ճշմարտություն է եկեղեցիական պատմությունից միջին դարերում կաթոլիկ եկեղեցին ինչ հետարքիր սխալ հավատքի գործադրում էր արել, գործարքներ էր արել։ Գիտեք ինչին արել։ Այս խեղճ ժողովրդին, իրանց այդ կարգնատները, չգիտեմ ինչ կանաներ, համոզել էին, որ դրախտ էս ինչ ֆայրում է, ովքեր ուզում են ընկնեն դրախտ, սիրուն չեքերով բան էին դարձել, դրախտ էս ինչ ֆայրը արժի այսքան ոսկի։ Այստեղ մենք չեկը գրում ենք տանք ձեզ, նայ կտակ ենք փոխում։ Ուզում է կարդինալ է, ուզում է հռոմի պապ է, ով ուզում է սեղի հանձնես ինձ էլ եմ ասում, մեկ իրավունք չունել ես կտակը փոխի։ Հայրը հավիտյան կենդանի է, քանի կտակարարը ողջ է, կտակը գիտեք ոչ մեկ չի կարա փոխի։ Բա ո՞նց է հաստատել, նախաճի վրա մահացավ, հաստատեց ու հարություն առել, մահ այլևս նրա վրա իշխանություն չունի։ Ամեն։ Սա գալմին հարուստներ է, սերտիֆիկատները, առնում են Ժորժան, իմանին, որ մերնեն եթալու են, դրախտես ինչ բաժինը, սատանայից սավին խապել էին, բայց կտակարարը, կտակողը տերն է, կտակի իշխողը տերն է, կտակի կնիքը տերն է, այս կտակը էջի փոխվի, եթե Աստված իր անսուտ բերանով, քեզի խոստացել է, որ կփրկի, մնա իրան։
ինքը կփրկի քեզի։ Ամեն, Փառք Հիսուսին, Աստված երբեք սուտ չի խոսի, որ մի րոպե, ուստի եւ առաջինն էլ առանց արյունի չհաստատվեցավ, վասնզի Մովսեսը երբ որ օրենքի ամեն պատվիրանքները պատմեց, ժողովրդին ցուլերի եւ նոխազների արյունով առավ ջրի եւ կարմիր բրդի եւ զոպայի հետ եւ բուն այն գրքի եւ բոլոր ժողովրդի վրա սրսկեց։ Գիրք անգամ մաս կար, որ Աստվածաշունչը դեռ ամբողջական չէր, բայց կտակ կար իրան։ Այսինքն 5 կտակն էլ զոհով հաստատվեց, ուրեմն քո նոր կտակարանն էլ սիրելիս Քրիստոսի արյունով հաստատված։ Մի փոքր այս մասով գիտություն, հիմա կասես աշտախվել սա ինչ կապներ սուրբ գրքի հետ, բայց Ժողովուրդ ջան, հենց սուրբ գիրքն է քո կտակը, որ այսօր սատանան հարձակվում այս գրքի վրա, գրքի կարդացմունքի վրա, իր պարունակության վրա, որ շեղի մարդկանց խափի, հա, բայց եկեք Քրիստոսին ասենք այո եւ ամեն չարից եկած մտքերը, սուտ լուրերը ոչ ենք ասում Հիսուսի անունով։ Փոքրիկ դաշտել այսպես պատրաստեմ Ռաշյան, այս խոսքիցս հետո համարյա այս ավարտին եմ գալ, երեխեք ջան, երկ ունես, Տերը օրհնի, անդրադառնամ սուրբ գրքի համար, ուրեմն նայեք, Տիմոթեոս 3:16 երկրորդ Տիմոթեոս, այստեղ նայեք ինչ հետարքիր խոսք ունենք, ամեն գիրք Աստվածաշունչ են, ամեն գիրք, ուրեմն 66 գրքեր, 5 եւ նոր կտակարան, 39 հին կտակարանում, 27-ը նոր կտակարանում, 66 գրքերը ամեն գիրք Աստվածաշունչ է, գրավոր փոխանցվել է մեզ, ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության, եւ հանդիմանության, եւ ուղղելու, եւ արդարության խրատելու համար, որ Աստծոյ մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Ուրեմն սա մի գիրք է, խոսք իր մեջ ունի սերմունք, որ քո սրտի մեջ տանելով գործնական դարձնես եւ Աստծո համար դառնաս մի պատվական սուրբ եւ կատարյալ մարդ, որտեղ ավետարանը այս զորությունն ունի մարդուն փրկելու, սիրելիս այլևս դու մենակ չես, այլ այն օծությունը, որ բնակվում է քեզանում, Աստված քեզ օգնական Աստծո ձեռքը քո հետ է։ Ուրեմն դու հավատաս աղոթքների կյանքով, քո խնդրվածներով, աղաչանքներով, Աստվածաշնչի մեջ նայելով լավ բաները, ցանկանալով, որ դրանք քո են։ Օրինակ երեխեն ոնց է մտնում խանութ, եմ ուզում, չէ՞։ Մեկ երեխա վախենում են երեխեքին տանեն խանութ, որտեղ հարցակում են։ Քաշում են, ինչ կա լցում են, մանավանդ վերադում, որ ջեբը փող չի գնա, ասում խայտարակ տնենք, բա երեխու պետք գնա, ինքը գիտի, պապայա ու վերջ, ամենակարող, ամեն բան կարա, այո, մի հատ ունենք պապա, հավիտենական Աստված, որ ամեն բան կարող է, ու Պողոս ասում է, ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով ամեն բան կարող է, ուրեմն սիրելիս, երբ որ մտնես Աստծո սուպերմարկետ, սուրբ գրքի մեջ, կտակիդ մեջ, ու կարդաս, որ ընդեղ խոստում կա, օրինակ, ինչ չէ, օրինակ, եթե սոր ես կարիք ունես, Աստված ասի, դուք անոր վերքերով բժշկվեցեք, Աստված է խոստացել, չէ, դες իմը չի, պապաս այսքան փող չունի, ասիրաբան ձեր չտաս, մեր Աստված քզիկ չի, առատաձեռն է, եթե ինք ասում առատաձեռ եղեք, պատսիրտ եղեք, հյուրասեր եղեք, հա, օրհնող եղեք, ինչքան առավել է իր բնութագիրն է տանում ես, չէ, իր ով լինելը։ Դրա համար սիրելներ, ասում մեջ մի բանից։ Բայց մի հատ շատ լավ բան քեզ ասեմ, որտեղ ասում սիրողների համար Աստված ամեն բան բարին գործակից անում։ Եթե մի բան այսօր քեզ արգելք ա դրել, նորից ես քեզ կասեմ, դա քո օգտի համար է, որ Եզեկիելի պես մի հատ վատ սխալ բան հետո ի մեջ դու չանես։ Ուրեմն ինչ որ կխնդրեք, ես այսօր այսպես եմ համարձակում սովորեցնեմ ձեզ։ Ինչ որ կխնդրեք, նաև խնդրեք, ասեք Հայր, այսօր իմ կյանքում թող քո կամքը։ Ես հիմա ուզում եմ սա, ես չգիտեմ լավ թե վատ իմ համար դա կանդրադառնա, բայց Տեր ջան, քո կամքը բարի է, իմ կյանքի Տերը դու ես, ու ավելի լավ գիտես իմ համար որն է դա։
Սրա մեջ դուք հանգիստ կգտնեք, գիտեք սիրելիներ, եւ սատանան որևիցե բանում չի կարա ձեզ խափի, որտեղ Եզեկիելը ուզեց Աստված էլ տվեց, հետո ասել, բա ոնց Աստված ասեց, որ ես կունենա, ասես դու գրեցիր։ Ես քեզ չասեցի կտա կարա գնա հանգիստ է, բայց դու վերջը։ Հիմա այս կետից մի հատ էլ խոսք եմ փոխանցում ձեզ, այսքան բան որ ասեցի, չեմ կարա այս մի համարը չասեմ ձեզ, Եսայա 34-ի 16 ավելի ձեզի մոտիկացնեմ էլի Սուրբ գրքին, Ժորժյան։ Մյուս կիրակի առաջ Աստված կամ մեջս կդրվի, ես ունեմ լավ շարունակություն կփոխանցեմ։ Այսօր գոնե այս չափի մեջ բավարարվենք։ Ես ուզում եմ անպայման այս համարը կարդամ Եսայա Ժորժյան, մեկ էլ մի բան նկատել եք, չէ՞, սա փաստաթղթերը նույնն է։ Օրինակ իմ մոտ Եսայա հիմա կասեմ էլի 34-ի 16 հեսա կարդամ, տնամ քո մոտ էլա տենց գրած։ Նա ասում են Տիրոջը որտեղ ենք, ընտրենք, որտեղ գտնենք, որտեղ հանդիպենք, իսկ եղել է տենց հարցումներ անում։ Որոնեցեք Տիրոջը գրքումը եւ կարդացեք։ Աշատրը կարողա դվասեցիր, դե տենց է գրված։ Հենց տենց է գրված, իրեններ։ Մի հատ էլ կարդա, օրինակ լքո Աստվածաշունչ ուր է։ Արամ ջան, քո մոտ էլա տենց։ Հա։ Օրիգինալը տերն է։ Բախշված է մեզ, բոլորիս թուղթը գիրքը նույնն է։ Ու այս ամեն գիրք Աստվածաշունչ է։ Ամեն։ Հիմա ասում եմ, որոնեցեք Տիրոջը գրքումը եւ կարդացեք։ Սրանցից մեկ հատը չի պակասի։ Մեկի մոտ իր ընկերը պակաս չի լինի, որովհետև նրա վերանն է հրամայել, եւ նրա հոգին ինքն է ժողովելու նրանց, եւ նա ինքը նրանց վրա վիճակ է գցել, եւ նրանց ձեռքը նրանց բաժանել է լարով։ Հավիտյան պիտի ժառանգեն նրան, դարեց դար պիտի բնակվեն նրանում։ Ուրեմն, եթե քո սիրտը տվել ես այս գրքին, ինչի համար այս գրքին, որովհետև սա իմ հորից ուղարկված նամակ է, եւ այստեղ գրված է իմ կտակը։ Երբ խոսքով կնքված է, եւ հիմա ես այս գիրքը կարդալով, օրինակ, եթե դու փորձեմ ասեմ, այսօր ձեր ձեռքում միշտ Աստվածաշունչը նոր կտակարան ունեցեք, ոչ թե ուղղակի sense ձեր հետ մանեք տալու, հա, այլ միշտ ձեր աչքի առաջ ունեցեք ժամանակ տվեք կարդալու խի, հարց ասեմ։ Օրինակ, եթե մեկ մի հատ գործակի ես անձնագրի հետ օրինակ վերեցի, օրինակ դու քո անուն, ազգանուն, ծննդյան թիվ անգիր գիտես, չէ անկեղծ։ Ես էլ Աստվածաշնչից համարներ անգիր գիտեմ, լրիվ չէ, մարդկա, մի հատ եղբայր ունեինք 150 սաղմոսը, մեր գագաղապրնց մոտ էր, ինքն է գողական աշխարհի մեջ էր եղել, վերթին էր ապաշխարել, ինչ մի հատ Մոսկվայից է, եկել էր իսա հայերեն, ռուսերեն խառներ իրար, Ժորժյան, որ սաղմոսն ասմին, ռուսերեն անգիր ասմին, ապշել էին, ծեց ասմին տեր ժան, մեկ կլմա, չեն ձել ասմեն, ոնց ես էդ կամ իշամ, Ժորժյան, հիշողություն չեմ անում, իմ զապաս միտքը գիրքն է։ Օրինակ մի բան մոռանում եմ, բացում եմ ստեկ արդում եմ, ասենք մեկի հեռախոսը համարը։ Արա ասում ես մտիցս գնացել է, մեկի ասում վայ գրել եմ ստեղ։ Մտել ենք իշքան լավ է։ Այսինքն ստեղի գրվածքը ստեղի հետ պետք է բռնի, ստեղինը ստեղի հետ։ Մի համար էլ փոխեք, ուրիշի կզանգեք։ Ասո հեռախոսը համարը գիտեք։ Երեմիա 33:3 Մեր են առաջվա մեր 3:45 է, լարով հեռախոսը, գրետ իշմա, ասո հեռախոսի համարն է, 33:3, Երեմիան կոդնա, բազե կտե ասմա, կանչիր ինձ և ես կեզ կպատասխանեմ, թե ուզում ես հետը խոսաս ասաս, մա պնդրիր ընձ իմ գրկումը, ես որ հանդիպում կունենաս, տիրոջ է, չէ, իսկական, դուրը տեք գրված ավոր, թե պնդրեք տիրոջ երեսը, քո ծառան էլ դեր, քո խոսքի համաձայն, փնտրում եք քո երեսը։ Ուզում ասի տեր դու ես ասել փնտրեք իմ երեսը։ Այստեղ էլ մեկը կարա գից մտնի քեզի խանդային։ Չէ, ասում անձնագիրը ձեր
ասում ես անունս, էսա ազգաննս, էսա հայրաննս, էսա տարեթիվս էլ էսա, ժպտում ասում անձնագիրն է պետք, գրավոր, կնքված, անգիր գիտես, բան չունեմ ասելու, Ժորջան մի ասա, անգիր գիտեմ, եկա 53 սաղմուսը անգիր գիտեմ, կուզես ասել, բայց հələ նստեք կարդացեք, հələ օրինակ համաձայն կլնեք իմ հետ գրվածներ դուք փաստաթուղթը չես կարա գրես ինչ-որ տվյալներ փոխանցես, պետք է կնքված օրիգինալ ձևով լինի։ Ուրեմն մենք ունենք մեր կտակը, Աստվածաշունչը, ասենք Փարքեստեր, այսօրվա առատ Աստվածաշունչ